Բրավո Արմենին եւ իր պարող փոշեկուլին։ Դու քնած ժամանակ խռացնում ես։ Հա, գիտեմ, պարոն Չարայր, նստած ես դիրքից էր ավելի շատ։ Լավ, Դավիթը իր նոր ընկերների հետ կոտայքի մարզ է գնում։ Հա, ինչ են անելու, գնում են գարնի գեղարդ գաթա ուտելու, հա։ Կոտայքի մարզում պահված է Դավիթի թրի մասնիկներից մեկը, նրան գնացել են դրա հետևից։ Հասկացա, պարոն Չարայր։ Դու պետք է նրանցից շուտ գտնես թրի մասնիկը և այն ինձ տաս։ Լավ, ինչպես հրամայեք։ Պարոն Չարայր։ Թե մի քիչ քչացնենք։ Մեր ավտոբուսը եկավ։ Սա է մեր տեղաշարժման միջոցը։ Այո, Դե, գնացինք։ Հա, Դավիթ, իջիր, ամոթ է։ Ավտոբուսի ներսում են նստում։ Մենք կոտայքի մարզում ենք։ Լավ, իսկ դու մոտավոր գիտես, թե որտեղ է քո թրի մասնիկը։ ոչ։ Բայց դուք հասկանում եք, որ կոտայքի մարզը շատ մեծ է։ Ինչպես ենք մենք գտնելու այդ թրի փոքր մասնիկը։ Երբ մենք մոտ լինենք թրի մասնիկին, ես կհասկանամ, ես զգում եմ այն։ Իսկ ես զգում եմ, որ մենք անիմաստ քայլելու ենք ու ոչինչ չգտնենք։ Հանգստացիր, Միքայել, խուճապի մի մատնվիր։ Իսկ գուցե օգնություն խնդրենք արծվից։ Քարե արձանից։ Այո, չէ որ նա միշտ քարից չի եղել, ինքը նախապատմություն ունի։ Արծիվ, ինձ քո օգնությունն է պետք։ Էս ոնց, Դավիթ։ Իրականում արձանները կախարդական ուժ ունեն։ Երբ դու նրանցից բարի գործի համար օգնություն ես խնդրում, նրանք օգնում են քեզ։ Ինչ գեղեցիկ է կոտայքի մարզը։ Միքայել, նայիր։ Հա, հավատում եմ։ Նայիր, ասում եմ։ Նայեք, գեղարդի վանքը։ Շատ սիրուն է։ Մոնք երեք։ Լսում եմ, ինչով կարող եմ օգնել։ Սա ով էր։ Մոնք երեքը իմ անձնական արհեստական բանականությունն է։ Ճիշտ այդպես։ Ինչ տեսարժան վայրեր կան կոտայքի մարզում։ Հասկացա։ Ձեզ եմ ներկայացնում Կոտայքի մարզի մի քանի տեսարժան վայր։ Գեղարդի վանք։ Գեղարդի վանքի մի մասը փորված է ժայռի մեջ, այն շրջապատված է բարձր ժայռերով եւ հիասքանչ բնապատկերներով։ Ծաղկաձոր։ Ծաղկաձորը Հայաստանի լեռնադահուկային գլխավոր հանգստավայրն է։ Այնտեղ է գտնվում նաև Կեչարի սվանական համալիրը։ Ճիշտ ես, Մարիամ։ Աղվերան։ Աղվերանը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում։ Այն շրջապատված է հարուստ բնությամբ, լեռներով, անտառներով եւ թափանցիկ գետերով։ Գյուղի տարածքում կան պատմական նշանակություն ունեցող մի քանի եկեղեցիներ եւ մատուռներ։ Եվ իհարկե Գառն ու տաճարը։ Այն հնագույն հեթանոսական կոթող է, որը գտնվում է Ազատի կիրճի մոտակայքում, շրջապատված գեղեցիկ քարերի սիմֆոնիայով։ Ինչ է քարերի սիմֆոնիան։ Դա բազալտե ժայռ է, բայց իր տարբերվող եւ գեղեցիկ կառուցվածքը հիշեցնում է երաժշտական գործիքի։ Շնորհակալություն, մոնք երեք։ Դավիթ, իսկ ինչ որ բան զգում ես։ Դեռ ոչ։ Իսկ դու ինչպես ես զգում, որ թուրդ մոտ է։ Գուցե գլխացավ է սկսվում, կամ ջերմությունդ է բարձրանում։
Դե չեմ կարող բացատրել։ Մի տեսակ զգում եմ։ Դավիթ, ինձ թվում է դու պետք է կենտրոնանաս։ Հա? Ով է երգում։ Այն կողմից է ձայնը գալիս։ Ես կպարսեմ, թե դուք ինչ եք պատասխանում։ Ինձ սիրուն է երգում։ Եկեք։ Վայ, բարև։ Վայ, բարև։ Հավանել էիր։ Շատ։ Իսկ ինչ երգ էր։ Սա օրորոցային է, բայց վիշապների օրորոցային։ Վիշապներ։ Այսինքն վիշապներ։ Ինչ վիշապներ։ Ըստ լեգենդի, հազարամյակներ առաջ հայկական վիշապը գալիս եւ թառում է ազատ գետի ափին։ Նա խմում է գետի ամբողջ ջուրը, ինչի պատճառով շատ գյուղեր մնում էին առանց ջրի։ Մեր նախնիները երգում էին այս օրորոցայինը վիշապի համար, որ նա քնի, իսկ գյուղը կարողանա օգտվել գետի ջրից։ Իսկ ինչի շուրջ է պատտվում վիշապը։ Նա հսկում է իր գանձը։ Ինչ գանձ։ Դա ոչ ոք չգիտի։ Դավիթ, ինձ թվում է վիշապը հսկում է հենց քո թրի մասնիկը։ Ճիշտ է։ Ուրեմն պետք է գտնել վիշապին։ Լուրջ եք ասում։ Եկեք ուրիշ տեղ մանկանք էլի։ Իսկ դուք գիտեք որտեղ է ապրում վիշապը։ Գյուղացիները վաղ ժամանակներից նրան չեն տեսել, բայց ըստ պատմությունների վիշապն ապրում է լեռնային աղբյուրների ակունքում։ Դե ուրեմն պետք է քայլենք գետի հոսքին հակառակ, որ գտնենք ակունքը։ Շնորհակալություն։ Լավ, ես այստեղ կսպասեմ, դուք գնացեք եկեք։ Գնացինք։ Ուզում եք գտնել վիշապին։ Ես մի չար պլան ունեմ։ Ես այերից պակաս։ Ահա։ Այստեղ գետն ավարտվում է։ Լսում եք այս ձայնը։ Հա, ինձ թվում է վիշապն է։ Լուրջ գնում եք ստուգեք։ Ես զգում եմ, թրի մասնիկն այստեղ է։ Պետք է շշուկով մոտենալ վիշապին, քանի նա քնած է, մեզ վտանգ չի սպառնում։ The Bluetooth device is connected successfully. Ես պարոն Չարիկն եմ։ Ես քեզ գիտեմ։ Դու մեզանից մի քանի դասարան վերև էիր սովորում։ Արտակ, չէ։ Ասացի պարոն Չարիկ, ես ասացի պարոն Չարիկ, դժվար է հասկանալ։ Ես ասացի չէ, պարոն Չարիկ, ես ասացի, ես ներկայացա, խնդրում եմ դիմեք ինձ այսուհետ պարոն Չարիկ։ Լավ, ինչի վրա կանգարանք։ Հա, հիշեցի։ Մուգերեք, ինչ անել, եթե վիշապը ընկել է քո հետևից։ Հա, շատ լավ հումոր էր։ Ինչ հարցով կարող եմ օգնել։ Միքայել, Դավիթ, հիշեք, թե ինչ ասաց մեզ գետի մոտ հանդիպած աղջիկը։ Որ գետի ձայնը իրեն հանգստացնում է։ Չէ, նա ասաց, որ մեր նախնիները վիշապին հանգստացնում էին այն օրորոցայինով, որ ինքն էր երգում։ Մենք պետք է երգենք նրա համար։ Հա, իհարկե։ Մեզ հետապնդում է վիշապը, իսկ մենք ինչ ենք անում։ Երգում ենք։ Հրաշալի գաղափար է։ Վիշապ
Վիշապ ջան Վիշապ ջան Քո լեռներում քունարա Քնեց Քնեց Նա քնեց Դավիթ, մենք գտանք քո թրի առաջին մասնիկը։ Այո Այո Մնաց 10 հատ Ոնց 10 հատ Շնորհակալություն Առանց ձեզ ես այն չէի գտնի Մենք շատ լավ թիմ ենք Ես ձեռք եմ բերել լավ ընկերներ Միայն թե հիմա իրար չգրկենք էլի Հավանեցիր, ուրեմն շտապիր բաժանորդագրվել։